այդպիսի ներածական խոսք երբևիցե չեմ ունեցել։ But we give God all the praise and the honor. Բոլոր փառքը տալիս ենք միմիայն Աստծուն։ It's a pleasure to be here. Մեծ ուրախություն է այսօր այստեղ լինել այս առավոտյան։ This is my second visit to Armenia. Սա երկրորդ այցն է Հայաստան։ I love the Armenian people. Շատ եմ սիրում հայ ժողովրդին։ You're very graceful. Շատ շնորհավոր եք։ You eat well. Շատ լավ եք։ Ձեր խոհանոցը շատ եմ սիրում, ձեր հյուրասիրությունը շատ եմ սիրում։ And you have a beautiful country. Եվ շատ գեղեցիկ երկիր ունեք։ The other day we went close to Mount Ararat there in the dungeon. Անցյալ օրը Խորվիրակ այցելեցինք Արարատ լեռան մոտ։ We went to the Armenian Էջմիածիներ այցելեցինք։ and we're really enjoying the city. Մեզ շատ դուր է գալիս ձեր երկիրը ու քաղաքը։ But the greatest gift that we have received in this trip Բայց ամենամեծ նվերը, որ մենք ստացել ենք այս ճամփորդության ընթացքում, is meeting brothers and sisters from Armenia, Հայաստանում քույր եղբայրների հետ հանդիպելն էր։ our Kurdish brothers from Turkey, Մեր քուրդ եղբայրները Թուրքիայից, Ասորստանից, Եգիպտացիներ, Arabic. արաբ ժողովուրդ, It's amazing. զարմանալի է։ This is like heaven on earth. Սա կարծես մենք երկրքում լինենք երկրի One վրա։ day we will confess Jesus. Եվ մի օր մենք Հիսուսին ենք դավանելու։ Every tongue, Ամեն every լեզու, nation, ամեն every ազգ, tribe ամեն ցեղ will confess դավանելու ենք, Jesus is Lord. որ Հիսուսն է Տերը։ Amen. Ամեն։ As Pastor Levin said, we come from a different part of the world. Հովիվ Լևոնը ասաց, որ մենք գալիս ենք աշխարհի ուրիշ մի մասից, But I feel at home in Armenia. բայց ես ինձ տանն եմ զգում Հայաստանում։ You are very warm people. Դուք շատ ջերմ ժողովուրդ եք։ And above all, I see the love of God in you. Եվ ամեն բանից վեր Աստծո սերն եմ տեսնում ձեր մեջ։ And I can see that because of the way you live. Տեսնում եմ դա ձեր կենցաղավարության մեջ։ I see many people really wanting to live for Christ. Տեսնում եմ, որ շատ շատերը եք, որ իսկապես ուզում եք ապրել Քրիստոսի համար։ Ոստի շատ օրհնված են։ We sang a song this morning Այսօր առավոտյան երգ երգեցինք about the majesty of Աստծո Christ. Քրիստոսի մեծության մասին։ And we are, as a church, called to reflect that majesty. Մենք եկեղեցին կոչված ենք Աստծո փառքը ցուցադրելու։ The glory, Իր մեծությունը, the love, իր սերը, the power, իր ուժը, the person իր ով լինելը, of Jesus. Հիսուս Քրիստոսի ով լինելը։ This morning I want to talk to you Այս առավոտյան ուզում եմ about խոսել the early church առաջին դարի եկեղեցու մասին։ and see if we can learn a few Եվ things տեսնենք արդյոք կարող ենք որոշ բաներ սովորել։ about how they lived Թե ինչպես են իրենք ապրում։ and what made them so effective Եվ ինչն է դարձնում նրանց այդքան արդյունավետ։ in taking the gospel Ավետարանը տարածելու, to the world. աշխարհին ներկայացնելու։ The question is, Հարցը հետևյալն է. why did the early church Ինչու էր առաջին դարի turn the եկեղեցին world ամբողջ աշխարհը հեղաշրջում։ upside down? Ինչպես արեց դա, որ աշխարհը վեր ու վար դարձրեց։ The early church really changed society. Առաջին դարի եկեղեցին ամբողջությամբ փոխեց It հասարակությունը։ changed different communities, Փոխեց տարբեր համայնքներ, entire nations, ամբողջ ազգեր փոխեց, a whole empire. ամբողջ կայսրություն փոխեց։ I think we can learn from them. Ես կարծում եմ նրանցից սովորելու շատ դասեր And I want to ունենք։ share with you a scripture. Ուզում եմ ձեզ Աստվածաշնչից այսօր կարդանք It's a very nice story in the book of Acts. Գործք առաքելոց 17-ից շատ լավ մի պատմություն է։ Can we show it to you? Կարող եք դա էկրանների տեսնել։ It's Acts 17:1. Բոլորս միասին կարդանք։ Ամփի Ամփիպոլիոսի եւ Ապոլոնիայի միջով անցնելով եկան Թեսաղոնիկե, որտեղ հրեաների ժողովարան կար։ Պողոսը միջողորության համաձայն նրանց մոտ մտավ եւ 3 շաբաթ օրեր նրանց հետ սուրբ գրքից խոսեց։ Բացատրում է եւ ապացուցում, որ Քրիստոսը պետք է չաչարել ու մերերից հանձուն առնել։ Նա է Քրիստոսը, Հիսուսը, որի մասին ես կարոզում եմ ձեզ։ Նրանցից ոմանք հավատացին եւ միացան Պողոսի ու Շիրային։
ինչպես նաև բազում աստվածապահ նույնն և թվով ոչ պակաս երևելի կանանց։ Իսկ հրեաները նախանձեցին ու հրապարակներում ապարով մի քանի անպիտան մարդկանց հավաքելով ու ամբոխի վերածելով քաղաքը տակնու վրա արեցին և Մասոնի տան վրա հարձակվելով ուզում էին նրանց հրապարակ անել։ Եվ երբ նրանց այնտեղ չգտան, Յասոնին ու եղբայրներից ոմանց կարճ տվեցին քաղաքի իշխանների մոտ, աղաղակելով սրանք, որ աշխարհը տակնու վրա են արել, այստեղ են հասել։ Հասոնը նրանց ընդունել է, սրանք բոլորը կայսեր հրամաններին հակառակ են գործում, ասելով, որ մեկ ուրիշ թագավոր կա, Հիսուսը, և վրդովվեցին ժողովրդի ու քաղաքի իշխաններին, որոնք լսում էին այս բաները, սակայն Յասոնից և ուրիշներից երաշխիք ստանալով նրանց հարձակեցին։ Can we only put verse 6? Վեցերորդ համարը եկեք նայենք։ And I want to focus the message this morning on the second part of this verse. Այս համարի երկրորդ մասի վրա եկեք ուշադրություն դարձնենք այս առավոտ։ These men who have turned the world upside down Այս մարդիկ, որ աշխարհը տակնու վրա արեցին, have come here also. այսօր այստեղ են եկել։ Can we say that? You think Yerevan is saying that today? Կարող եք, ինչ եք կարծում, Երևանը այսօր կարող է այդպես ասել մեր մասին։ We're turning Yerevan upside down Մենք Երևանը տակնու վրա ենք for անում Christ. Քրիստոսի համար։ We're changing Փոխում ենք Armenia Հայաստանն ենք for Christ. Քրիստոսի համար։ That's what the early church did. Առաջին դարի եկեղեցին դա էր անում։ But I think this scripture, Ես կարծում եմ այս ավետարանը it's a tribute to Paul and Silas. Պողոսի եւ Սողոսի մասին է պատմում։ See, wherever Paul went, just like Jesus, Այնպես ինչպես Հիսուսը Պողոսը ուր որ գնում էր, things happened. բաներ էին տեղի ունենում։ Souls were saved. Հոգիներ էին գտնում։ Decisions were made. Որոշումներ էին կայացվում։ Boundaries were drawn. Սահմաններ էին վերացվում։ People had to take sides. Մարդիկ արդեն պետք է որոշեին այս կողմ կամ այն կողմ։ Believe in Christ Կամ հավատում ես Հիսուս Քրիստոսի, or reject Christ. կամ ներժում ես Քրիստոսի։ That was Paul, Դա Պողոսն էր։ just like Jesus. Այնպես ինչպես Հիսուսը։ That's exactly what God wants us to Աստված հենց դա է ուզում որ մենք անենք։ be. He wants to be changers Նա ուզում է որ մենք փոփոխության of our գործողներ surroundings. մեր շրջապատում։ People who can change the temperature Մարդիկ ովքեր կարողանում են ջերմաստիճանը The situation իրավիճակը փոխել։ of our environment. Մեր շրջակա միջավայրին։ So Paul didn't just sneak into Thessalonica. Պողոսը այսպես գաղտագողի չմտավ Թեսաղոնիկե։ He wasn't just looking for quiet meetings. Մի լուր հանդիպումներ չէր փորձում նա աներ։ He didn't just enjoy some good food. Որոշ լավ հյուրասիրություն, լավ ուտելիքներ չէր Received a բայց general offering. հանգանակություն չէր հավաքում։ Stayed at a nice hotel. Մի լավ հյուրանոցում չէր որ մնում էր։ And then just sneaked out of Եվ town. հետո էլի ծածուկ կերպով հեռանում քաղաքից։ Paul was always very public Ոչ, Պողոսը միշտ հանրային about his էր ministry. իր ծառայության մասին։ And the question is, how did the early church, Paul and the early church, turn the world upside Հարցը down? հետևյալն է, թե ինչպես Պողոսը եւ առաջին դարի եկեղեցին աշխարհը տակնու վրա արեցին։ I don't like to talk about success. Ես չեմ սիրում խոսել հաջողության մասին։ I don't see success in the Bible. Ես աստվածաշնչում հաջողություն չեմ տեսնում։ Success is a worldly concept. Հաջողությունը աշխարհիկ գաղափար What է։ I see in Scripture Այն ինչ ես տեսնում եմ ավետարանում, is effectiveness արդյունավետությունն է in doing the works of God. անելու Աստծո գործերը։ Some people are very effective, Որոշ մարդիկ շատ In doing God's word, անելու Աստծո գործը, but it could cost them their lives. բայց կարող է դրա համար իրենց you կյանքի գինը վճարել։ Doing God's work, Եթե դու
մեռնես Աստծո գործանելով, then you're not successful according to the world. ըստ աշխարհի դու հաջողակ չես։ So I believe that the early church Ես հավատում եմ, որ առաջին դարի եկեղեցին was very effective շատ in արդյունավետ էր doing God's work, անելու Աստծո գործը, but they had to pay a very high բայց price. շատ թանկ գին I want to վճարեցին։ share 4 things with you 4 բան եմ ուզում ներկայացնել that ձեզ, apply որոնք վերաբերում են to us as the body of Christ, մեզ բոլորի իբրև Քրիստոսի the մարմին church. եկեղեցին։ I am a member of your family. Ես անդամ եմ հենց ձեր ընտանիքի, You're a member of my եւ դուք family. անդամ եք հենց իմ ընտանիքի։ I'm not that, I'm ugly, Ես տղեր եմ, but you have to love me. բայց դուք եք ինձ սիրել։ I'm your brother. Ես ձեր եղբայրն եմ։ Amen? Ամեն։ Amen. So, when I'm speaking to all of us. Երբ ես խոսում եմ, ես մեզ բոլորին եմ Not ուղղում։ only the evangelical church of Ոչ միայն Երևանի ավետարանական եկեղեցուն, it's to the body of Christ. այլ Քրիստոսի մարմին։ But I also feel that the Holy Spirit is speaking to Բայց մենք each one of զգում ենք, us որ Սուրբ Հոգին խոսում է մեզանից յուրաքանչյուրին, as a child of God. իբրև Աստծո զավակ։ So the points that I will refer to Ուստի այն կետերը, որ ես կդիտարկեմ, have to do with you. յուրաքանչյուրի հետ է կապված։ As a member of the church, Իբրև եկեղեցու body անդամ, of Christ, Քրիստոսի մարմին, but also your own personal բայց relationship with նաև God. դա վերաբերում է քո եւ Աստծո անձնական հարաբերությանը։ So the first point Ուստի առաջին կետը, is that the early church առաջին կետը հետեւյալն է, որ առաջին was դարի able to եկեղեցին turn the world upside down կարողացավ աշխարհը տակտու վրա անել։ by the power they possessed. Այն ուժով, որ իրենք ունեին։ So the first concept I want to share with you Առաջին is բառը, power. որ ուզում եմ ձեզ ներկայացնել, դա ուժն է։ You know that the gospel is power. Գիտենք, որ ավետարանի ուժ կա, չէ՞։ Let's read in 1 Corinthians Եկեք կարդանք առաջին Կորինթացիս chapter 2, verse 1 through 4. 2:1-4-ը։ Ես էլ եղբայրներ, երբ ձեզ մոտ եկա, խոսքի կամ իմաստության գերազանցությամբ չեկա, Աստծո վկայությունը ձեզ պատմելու, որովհետև մտադիր չի ձեր մեջ մի ուրիշ բան իմանալ, բացի Հիսուս Քրիստոսից խաչվածից։ It's an amazing confession that Paul makes. Զարմանալի խոստովանություն է այստեղ որ Պողոսն անում է։ He's not focusing the message on himself, Նա պատգամի կենտրոնացումը իր վրա չի պահում, on his intellect. ոչ էլ իր ինտելեկտի, He's focusing իր կենտրոնացումը Christ Հիսուս Քրիստոսի վրա է եւ խաչված Հիսուս Քրիստոսի։ and the message that he brings. Եվ այն պատգամը որ նա He վերում է, brings it in, not in very eloquent words. շատ վերջախոս կերպով չի ներկայացնում։ He says, but in demonstration of the Spirit Նա ասում է ցույց տալով Սուրբ Հոգուն and power. եւ ուժը Սուրբ Հոգու։ And the question you might ask this morning, Եվ հարցը որ այսօր առավոտյան միգուցե դուք կտաք, how do I get this power? ինչպես եմ ես ստանում այդ ուժը։ Well, I have good news for you. Դե ինչ բարի լուր ունեմ ձեզ համար։ If you have accepted Jesus Christ into your heart Եթե դու ընդունել ես Հիսուս Քրիստոսին քո սրտում, as Lord and Savior, իբրև քո Տերը եւ Փրկիչը, not only as Savior, ոչ միայն Փրկիչ, but as Lord այլ որպես Տեր and Savior. եւ Փրկիչ։ You know, Jesus is first Lord Գիտեք Հիսուսը նախ Տեր է and then Savior. եւ միայն հետո Փրկիչ։ Many people only accept Jesus as Շատ their հաճախ Savior. մարդիկ Հիսուսին ընդունում են միայն որպես Փրկիչ։ They call him a friend. Ասում են իմ ընկերն է։ He's my companion. Իմ ընկերը, ինձ For the ընկերացում է այս ճամփորդության, ինձ But հետ է։ first and foremost, Բայց նախ եւ առաջ he is Lord. նա Տեր է։ And when we read in Romans chapter 10, Երբ կարդում ենք it says that Հռոմեացիս 10-ում, whoever confesses with their mouth նա ասում է ով խոստովանում է իր that վրանով, Jesus is Lord որ Հիսուսը Տեր է and believes in his եւ heart հավատում է իր սրտում, that the Father raised him from the dead, որ Հայրը նրան հարություն տվեց Savior, Փրկիչը, նա կփրկվի։ so if you have done that, Եթե դու դա արել ես, then the power of God has come into your life ապա Աստծո ուժը քո կյանքում է, through the person այդ անձի of շնորհիվ, the Holy Spirit. Սուրբ Հոգու anձի միջոցով։ The only way you can confess Jesus Christ as Lord Միակ կերպը, որ դու կարող ես Հիսուս Քրիստոսի որպես Տեր դառնալ and serve him, եւ ծառայել իրեն, follow him, հետևել իրեն, be here at church, այստեղ եկեղեցում is իրեն, through the power of the Holy Spirit. Սուրբ Հոգու ուժի շնորհիվ է դա։ It's impossible to live the Christian life Անհնար է քրիստոնեական կյանքը without the ապրել power առանց այդ ուժի, of the Holy Spirit. առանց Սուրբ Հոգու ուժի։ Jesus said,
Հիսուսն that we ասաց, would receive power. որ մենք կստանանք այդ When the Holy Spirit had եւ Սուրբ Ոգին իջնի ձեզ վրա։ And then we would be His Եվ witnesses. հետո կլինենք իր վկաները։ The early church was able to be a witness for Առաջին Christ տեղի եկեղեցին կարողացավ Քրիստոսի համար վկա լինել։ because of the power of the Holy Այն Spirit. ուժի շնորհիվ, որ Սուրբ Ոգին The day a տրված person believes, այն օրը, երբ անձը հավատում է, his life is sealed with the Holy Spirit. երբ հավատում ես Հիսուս Քրիստոսին, քո կյանքը կնքվում է Սուրբ Ոգով։ So you have to believe Դու պետք է հավատաս, that you have the Holy Spirit. որ դու ունես Սուրբ Ոգու։ And that is what makes you a child of God. Եվ դա է քեզ դարձնում Աստծո զավակ։ God has given us the authority Աստված մեզ տվել է to be իշխանություն, made ստեղծված լինելու, sons դառնալու որդիներ եւ դուստրեր Աստծո։ because of the power Այդ ուժի շնորհիվ, of our confession մեր խոստովանության that Jesus Christ is our Lord. որ Հիսուս Քրիստոսը մեր Տերն է։ Paul didn't depend on persuasive arguments. Պողոսի արագության հիմքում համոզիչ արգումենտները, փաստարկները չէին։ He did not rely on personal ability. Իր հույսը չէր դնում իր անձնական կարողությունների վրա։ He even talks about his weaknesses. Նա անգամ խոսում է իր տկարությունների եւ թուլությունների մասին։ In 1 Corinthians chapter 2 verse 3, Առաջին Կորինթացիս 2-րդ համարում որ նոր it գարտացինք։ says, "And I was with you in Եվ weakness ասում է ձեզ հետ էի տկարությամբ, and in fear and much trembling." վախով ու դողով։ You know, Paul had limitations. Գիտեք Պողոսը ուներ իր սահմանափակումները։ Paul couldn't do all things Պողոսը չէր կարողանում անել ամեն բան by himself. ինքն իրենով։ He had illnesses. Նա հիվանդություններ ուներ։ Scholars believe that he had a problem with his eyesight. Գիտնականները կարծում են, որ աչքի տեսողության հետ կապված խնդիր ուներ։ So he reveals how he feels Ուստի նա բացվում է, կիսվում է իր as he's տկարությունները։ about to present the gospel. Jesus, Ինչ ուզում է ներկայացնել Քրիստոսին ավետարան he recognizes his ներկայացնել։ Նա weaknesses, ընդունում է, որ տկարություն ունի։ his own fear, Իր վախերն են and much ներկայացնում trembling. եւ ահն ու դողը։ He says in verse 4, 4-րդ համարում նա ասում է. "And my speech, Իմ ելույթում, my message, իմ պատգամը were not implausible words of wisdom." միայն իմաստության համոզիչ խոսքերով չէին։ He did not rely on his natural Նա talents. ինքը իր բնական տաղանդների վրա չէր դնում իր հույսը։ Anybody can preach a sermon. Ամեն մարդ էլ կարող է սքարոզ քարոզել։ Anybody can sing a song. Ամեն մարդ էլ կարող է երգել։ Anybody can do ministry. Ամեն մարդ էլ կարող է եկեղեցու ծառայություն But անել։ only Բայց միայն a person այն who անձը, depends on the power of the Holy ով Spirit կախված է Սուրբ Հոգու ուժից, can mediate God's grace. միայն նա կարող է Աստծո շնորհքի God can use to ճանապարհը change your լինել։ heart, Աստված իրեն կարող է օգտագործել փոխելու քո սիրտը, to change the environment, շրջակա միջավայրը to փոխել, change the situation. իրավիճակը փոխել։ So we don't depend on our own strength. Ուսի մենք չենք կախված չենք մեր ուժից։ We depend on the person of the Holy Spirit. Մենք կախված ենք Սուրբ Հոգու անձից։ So how much power do you have? Ուսի ինչքան ուժ ունես դու։ You have all the power you need. Դու ունես բոլոր քեզ պետք եղած ուժը։ You have all of God in Դու you ամբողջ Աստծո էություն ունես քո մեջ։ through the Holy Spirit. Սուրբ Հոգու միջոցով։ Never doubt this, Երբեք չկասկածեք սա։ because the Holy Spirit is a person. Քանի որ Սուրբ Հոգին անձ է, You cannot get a percentage of Him. չես կարող Սուրբ Հոգու անձի մի տոկոսը You ունենալ։ either քո մեջ։ have all of it, Կամ ունես ամբողջ Սուրբ Հոգու մեջ, կամ չունես։ so we have Ոստի մենք the Holy ունենք Spirit in us. Սուրբ Հոգին մեր մեջ։ Jesus told the disciples, Հիսուսն ասաց the առաքյալներին. Holy Spirit will come Սուրբ Հոգին կգա, and you will know Him. եւ դու He կճանաչեք։ will be with you Նա կլինի ձեզ հետ, and He will be in եւ you. նա կլինի ձեր մեջ։ Now that's our spiritual passport. Դա մեր հոգեվոր անձնագիր։ When I came to Armenia, Երբ ես եկա I Հայաստան, had to show my ես պետք է որ իմ անձնագիրը ցույց EU տամ։ passport, ԵՄ անձնագիրը։ Spanish passport, Իսպանական եւ միության անձնագիրս։ and they let me in. Եվ ինձ ներս թողեցին։ They didn't arrest me. Ինձ չձերբակալեցին։ I've been to Israel 6 times. Իսրայելում եմ եղել։ I showed my American passport, ամերիկյան անձնագիրս եմ ցույց and տալիս։ they detained me. Եվ ինձ միանգամից They don't կալանավորում believe են։ I'm an American. Չեն հավատում որ ես They think ամերիկացի։ I'm Arab or Մտածում եմ ես Palestinian. արաբեն կամ That's my պաղեստինցի եմ։ mustache. Քանի որ My name is Abraham. բերերս կա, անունս էլ And Աբրահամ I է։ say, no, you're Ibrahim. Չէ, ասում են դու Աբրահամ չես, Իբրահիմ ես, արաբերեն անունն է։ 6 times. 6 անգամ My wife has been with us
twice. Իմ կինը մեծ է եղել երկու անգամ եւ ինքը գիտի, But I come to Armenia, բայց երբ Հայաստան եմ գալիս, we like you. անգլիս մեծ սիրում եմ, But in the spiritual world, բայց հոգևոր աշխարհում we all have a passport. բոլորս անձնագիր ունենք And the spiritual world sees it. եւ հոգևոր աշխարհը տեսնում է քո անձնագիրը, սատանան And demons եւ դևերը see our passport. տեսնում են մեր They know they անձնագիրը, can't touch us. գիտեն որ մեզ Because our passport says, քանի որ մեր անձնագիրը դեպված է of the heaven, երկրի քաղաքացի, our passport says, Jesus Christ. մեր անձնագիրը դեպված է Հիսուս Քրիստոսին։ Oh, the devil will try to attack you, but in a different way. Don't be fooled. The devil will try to attack us. Greater is he who is in us than he who's in the world. So we have the power of God in our lives to be able to live an effective Christian life that glorifies God, changes the world that we live in, and makes us a blessing Եվ մեզ օրհնություն է to the people այն մարդկանց, that need Jesus Christ ովքեր the most. Հիսուս Քրիստոսի կարիքն ունեն։ So that's the first point. Դա առաջին կետն էր։ Power. Ուժը։ Church of Yerevan, Երևանի եկեղեցին you have the power. դուք ունեք ձեզ պետք եղած ուժը։ The question many people sometimes ask, Հարց կա որ մարդիկ շատ հաճախ տալիս են, how can I get filled with the Spirit? ինչպես կարող եմ լցվել Սուրբ Հոգով։ And I tell them, no, don't ask that question. Ես ասում այդ հարցը մի տվեք։ You already filled with the Spirit. Դու արդեն լցված ես Սուրբ Հոգով։ He's in you. Նա քո մեջ է։ He's with you. Նա քեզ հետ է։ All of Him. Բոլոր Սուրբ All of Հոգու God's power. ասոմբողջ ուժը։ Because the Holy Spirit is God. Ինչու, քանի որ Սուրբ Հոգին Աստված է։ It's in us. Մեր մեջ է։ The question we have to ask, Հարցը որ մենք պետք է տանք, how much of me որքան մասն է իմ does the Holy Spirit have? Սուրբ Հոգու մեջ։ Does the Holy Spirit control? Իմ որ տոկոսն է Սուրբ Հոգու ազդեցության տակ։ Does He control my thoughts? Նա արդյոք իշխում է իմ գլխի վրա։ Does He control my feelings? Արդյոք նա իշխում է իմ զգացմունքների My վրա, desires. իմ ցանկությունները։ Does He control how I make Նա decisions? կառավարում է իմ որոշումների How I կայացման speak. հայացքը։ Իմ խոսքերը նա How I see the կառավարում է, world. թե ինչպես եմ ես աշխարհը տեսնում։ Because that's the work of the Holy Spirit. Քանի որ դա է Սուրբ Հոգու Is to գործը։ establish the lordship of Jesus. Սուրբ Հոգու գործը դա է։ Տեր Հիսուսի իշխանությունը, տիրակալությունը սահմանել մեր կյանքում։ The second point Երկրորդ կետը is prayer. աղոթքն է։ Every problem the early church faced, Ամեն խնդիրը որ առաջին դարի եկեղեցին ուներ, for every problem, ամեն խնդրի համար there was only one answer. միայն մեկ պատասխան ունեին՝ Prayer. աղոթք։ They didn't set up a committee Նրանք կոմիտեներ, հանձնաժողովներ չէին to study the կազմում, problem. այդ ուսումնասիրելու խնդիրը, They didn't take a vote. քվեարկություն չէին անցկացնում, They didn't ask people for their opinion. չէին խնդրում մարդիկ, որ իրենց կարծիքը հայտնեն, They came together in one mind, մեկտեղ գալիս էին մեկ մտքով, in one spirit, մեկ հոգով and prayed to God. եւ աղոթում էին Աստված։ God, what do we do? Ով Աստված ինչ անենք։ So we see the power of prayer Մենք տեսնում ենք աղոթքի ուժը, active in the life. ակտիվ եւ գործում է դա առաջին դարի եկեղեցում։ Acts chapter 4, verse 33. Գործք 4:23-ից 24 Խնդրեմ միասին կարդանք եւ ազատ արձակելուց հետո Արաքյալները ուրախ մոտ եկան, պատմեցին, թե քահանատերներ միջև ասեցին, նրանք այդպես լսելով միաբանված են, իրանց այս So Peter and John had just been released. Պետրոսին ու Հովհաննեսին նոր էին արձակել, They came and told եկան եւ their ասացին friends, նրանց ընկերներին, reported what they had shared, the chief priests զեկուցեցին այն ինչ and the քահանայապետը elders had said to them. եւ երեցները նրանց ասել էին։ See, and they didn't just throw a party. Նրանք այնպես չի որ քեֆ կազմակերպեցին, ազատ եք արձակվել բանտից, ցնցան, ուրախանան, They came together միասին եկան and
prayed. Եվ աղոթեցին։ They lifted their voices Նրանց together ձայները to բարձրացրեցին God and մեկտեղ, said, առ Աստված ու ասացին։ and you can read that prayer. It's a beautiful Եվ prayer. աղոթքը հետո կարող եք կարդալ, որ շատ գեղեցիկ աղոթք է։ So Satan tried to wall them in, Սատանան փորձեց նրանց կապել, but he could not shut them out. լավ, բայց նրանց բերանը փակել չի կարող։ Too often we pray Շատ հաճախ մենք աղոթում ենք, when we're in trouble. երբ մենք տեղության մեջ ենք։ You know that prayer is a commandment. Գիտեք, որ աղոթքը հրաման է։ The Bible says, pray Աստվածաշունչը ասում է աղոթիր without ceasing. անդադար։ I ask you, what's the only thing a human Հարց person, ունեմ ձեզ անելու, մարդ հարարածը, ի՞նչն է այն միակ բանը, the only thing you have to do without միակ բանը, ceasing որ դուք անդադար պետք է անեք, to stay alive? որ ողջ մնաք, ի՞նչն է։ Huh? Breathing. Այո, How many շնչելը։ times a day do you Օրերին breathe? քանի անգամ եք շնչում։ Անդադար։ All day you're breathing. Ամբողջ օրն եք չէ շնչում։ If you stop breathing, Եթե դադարեք շնչելուց, we are no longer այլևս չենք լինի, alive. այլևս ողջ չենք լինի։ So that's how we should pray. Աղոթքը այդպեսի պետք է լինի։ Pray without ceasing. Աղոթեք առանց դադարելու։ So you are in your car. Այսինքն դուք մեքենայի մեջ ես վարում, ես մեքենա աղոթիր։ If you are in the bus, Եթե ավտոբուսի մեջ pray ես, for the people in the bus. աղոթիր ավտոբուսի You're at work. ուղևորների համար, աշխատավայրում ես։ Pray for your coworkers. Աղոթիր քո գործընկերների Pray համար, for your bosses. աղոթիր քո վերադասների համար, եթե տանն ես, Pray for your family. աղոթիր քո ընտանիքի համար, աղոթիր հարևանների համար, աղոթիր, Pray. աղոթիր Pray. եւ աղոթիր, Pray. ու էլի աղոթիր, Breathe. մինչ դու շնչում And ես։ don't say amen. Ու մի ասա ամեն։ Leave amen for church. Ամենը եկեղեցին Okay? կասեք։ How many times have we said Քանի amen? անգամ այսօր ասեցինք ամեն։ You know what amen does Ամեն to գիտեք prayer? ինչ է նշանակում աղոթքի մեջ։ Վերջացա, It cuts վերջներ։ the communication with God. Աստծո հետ հաղորդակցությունը ասում է վերջացա, վերջներ։ Okay, I'm finished. Դե լավ վերջացավ I աղոթքս։ already told God everything. Արդյոք ինչ ունեի ասելու, Աստծուն ասել եմ։ But what if God still wants to speak to you? Բա իսկ եթե Աստված դեռ քեզ ասելիք ուներ ու դու անջատեցիր, You're disconnected. կգտրված է, չէ՞ կապը։ We need to stay connected. Միշտ կապը միացրած պահենք։ That's how the early church did. Վաղ եկեղեցին այդպես էր անում։ Աղոթում էին անդադար։ Prayer Աղոթքը does not serve us for the greater works. And sometimes we want to pray when we have to do something big. աղոթքի նպատակը մեծ գործերի նախապատրաստելը չէ։ Հաճախ մենք աղոթում ենք, երբ մեծ ու կարևոր անելիքներ ունենք, When we have to make a decision. երբ կարևոր որոշում We ունենք have a անում, health problem. առողջական խնդիր We're ունենք, sick. հիվանդություն ունենք, Now that's something big. դե մի մեծ խնդիր է, And we pray. աղոթում ենք։ You know, prayer Աղոթքը is our greater work. Աղոթքը մեր մեծ գործը է։ The most important thing Ամենակարևոր բանը in our life մեր կյանքում is prayer. աղոթքն է, Because our God քանի որ մեր Աստվածը is the only God միակ Աստվածն that է, wants to relate. որ ուզում է հարաբերել մեզ հետ, իր ժողովրդի հետ։ Allah Ալլահը doesn't care for his people. նա մարդկանց համար շատ Բուդդա ուզված չի։ Բուդդան Doesn't care. նա է մարդկանցով հետաքրքրված But չի։ the God of heaven, Բայց երկնքի Աստվածը he wants to նա relate. ուզում է քեզ հետ He կապվել։ wants to talk. Նա ուզում է խոսել քեզ հետ And he wants to listen. եւ նա ուզում է լսել։ He wants us to know him Նա better. ուզում է որ մենք իրեն ավելի լավ ճանաչենք։ A great tragedy in church today Այսօրվա եկեղեցու մի մեծ is ողբերգություն that there are many people այն է որ կան շատ մարդիկ, serving a God որոնք ծառայում են մի Աստծու, that they don't know. որին չեն ճանաչում։ It's tragic. Սա ողբերգական Because է։ our God Քանի որ մեր is a Աստվածը God that reveals himself. Աստված է որ հայտնում է իրեն։ He does that through his word. Նա անում է դա իր խոսքով։ First did it in the Old Testament, we see it through the prophets. Հին գտակարաններում անում է մարգարեների միջոցով։ First of all, creation. Նախ եւ առաջ արարչագործությունը, And then he said his one and only son. եւ հետո ուղարկեց իր միածին որդուն։ And Jesus said, whoever has seen Եվ me. Հիսուսն ասաց. Ով ինձ ընդունեց, ընդունեց Հորը։ And now we have scripture, Եվ հիմա ունենք մենք Աստծո խոսքը, God's full revelation. Աստծո ամբողջ հայտնությունն է։ And we have the Holy Spirit. Եվ մենք ունենք Սուրբ Հոգուն, So we can know God better. որ մենք Աստծուն ավելի լավ ճանաչենք, որ ավելի մտերմանանք իր հետ։ Jesus said, Հիսուսն ասաց. here I stand Այստեղ ես կանգնած եմ and knock at the door. եւ թակում եմ դուռը։ Who was he speaking to? Ում հետ էր նա խոսում։ In Revelation. Հայտնության գրքում երբ այստեղ գրված է, ում հետ էր նա խոսում։ We use that to
speak to non-believers. Հաճախ մենք ասում ենք, որ դա վերաբերում է անհավատներին, But really, բայց իրականության մեջ Jesus is speaking to the church. Հիսուսը խոսում է եկեղեցուն։ You invite me Դուք հրավիրում եք to ինձ your meeting, ձեր ժողովին, but you lock the door. բայց դուրը փոխում եք, You leave me out. պատարակից ես դուրս I եք cannot open the door. Չեք կարողանում դուր բացել, You have to open it from դուք the inside. ներսից պիտի դուրը բացել, Let me in. և Հիսուսին ներս տողնեք, Whoever opens the door, և ով բացում է դուրը, I will come in ես կմտնեմ in his heart, իր սրտի մեջ, dine with him, կընտրեմ իր հետ, and they will dine with me. և նրանք կընտրեն ինձ հետ։ Who do you invite Ում to եք your դուք house հրավիրում ձեր տուն, to have dinner? ընտրելու ում եք հրավիրում, A foreigner? օտարականի, անծանոթի, You invite a friend. հրավիրում եք ընկերներին ձեր, չէ, ընտանիքի անդամներին, անձանց, որոնց հետ ուզում եք մտերմություն ունենալ։ So that's what Jesus is saying. Հիսուսը դա է ասում։ I want to have intimacy. Ես ուզում եմ մտերմություն ունենալ քեզ հետ։ I want you to know me better. Ուզում եմ դու ինձ ավելի լավ ճանաչես։ So we do that through prayer. Մենք դա անում ենք The early աղոթքով։ church Առաջին դարի brought եկեղեցին everything ամեն ինչ to God in prayer. բերում էր Աստծո առջև աղոթքով։ Իրենց զգացմունքները They prayed about their enemies, աղոթում էին թշնամիների համար, their friends, ընկերների համար, failures. ծախողների համար, ապագայի համար։ Ask God for everything. Աստծո կարող ես հարցնել ցանկացած բան։ You know what I pray for? Գիտեք ես ինչի համար եմ աղոթում։ Parking spots. Որ ավտոկայանային տեղելու տեղ գտնեմ, ավտոկանգարի տեղ գտնեմ, պարկինգ գտնեմ։ How many people here pray for parking? Ովքեր են պարկինգի համար աղոթում։ I went out with brother Levan the other night. We couldn't find parking. Ես Լևոնի խոր հետ գնացինք այսօր պարկինգ չի The amount of գտնում։ traffic, no parking. Տրաֆիկը չկար, շատ տրաֆիկի շատ էր եթե գիտեմ պարկինգ չկար։ I was praying. Եկի չգիտեր, բայց ես աղոթում էի պարկինգի համար։ You're going around for 50 Ասի ով աստված minutes. 15 րոպե պատտվում 20 ենք։ minutes. 20 րոպե պատտվում ենք։ I was praying for myself quiet. Ես դուր էի աղոթում։ And he knows. Եվ նա գիտի, Pastor Levan, was that a good parking spot? լավ պարկինգ We գտանք found ով an էր։ excellent parking spot. Գերազանց ավտոկայանների հետ ճիշտ մերսածների առջևը։ You can ask God for Աստծո կարող եք հարցնել խնդրել Ask ցանկացած God for a բան։ husband, Ամուսին for a խնդրեք, wife, քիչ խնդրեք, դուր խնդրեք, աշխատանք խնդրեք, because he knows քանի you. որ նա գիտի քո կարիքները։ You have to pray Աղոթիր and expect God to եւ listen. ակնկալիր, որ Աստված լսում է եւ պատասխանում։ The third point Երրորդ կետը was the person that they preached. այն անձը, որի մասին նրանք քարոզում են։ See, the early church Առաջին դարի եկեղեցին have a lot of theology. աստվածաբանական մեծ հենք չունեին, There were no theological seminaries աստվածաբանական դպրոցներ չկային, other than the rabbis. ջեմարաններ չկային, միայն կային ռաբիները, But the Lordship of վարդապետները, Jesus Christ, որոնք չէին սովորեցնում Հիսուսի տեր լինելը, because they rejected him. քանի որ մերժում էին Հիսուս They didn't Քրիստոսին, have the complete Bible. դրանք աստվածաշունչը չունեին, All they knew, միայն բանը որ գիտեին, like Paul said, այնպես ինչպես Պողոսն է Jesus ասում, Christ Հիսուս Քրիստոսը and him crucified. եւ խաչված Հիսուս Քրիստոսը, նա է Տերը։ Can we read Acts chapter 2, Գործք 2 կարդանք, verse 22 to 22? 22-ից 24 խնդրեմ միասին 22-ից 24 Acts 2, 22 to 24. Ով իսրայելացի մարդիկ, լսեցեք այս խոսքերը։ Հիսուս Նազովրեցին, Աստծո մեծ ցուցված մարդ մզորություններով ու հրաշքներով եւ նշաններով, որոնք Աստված անոր ձեռքով վերավ ձեր մեջ, ինչպես դուք հալ գիտեք։ Անիկա Աստծո որոշած խորհրդովը եւ կանխագիտությունով մատնված ըլլալով արիք եւ անօրենների ձեռքով փայտի վրա գամելով սպաննեցիք, բայց Աստված հարուցանեց զայն, մահվան ցավերը քակելով, քանզի հնարավոր չէր, որ ինք անկեն բռնվի։ So this is Peter Սա Պետրոսն է, in his first sermon. իր առաջին քարոզն է, And he's not exposing եւ դա չի բացահայտում doctrine, աստվածաբանական գիտելիքներ, my denominational theology. իմ հարանվանական աստվածաբանությունը, վարդապետությունը չեմ He's ներկայացնում, presenting Jesus Christ. ընդհանրապես ներկայացնում է Հիսուս He says, Քրիստոսին։ Jesus of Nazareth, Նա ասում է Հիսուսը Նազովրեցի, man attested to you այն մարդիկ, by այն God
ով որ Աստված իրեն Then he ներկայացրեց։ says this Jesus Ասում է այս Հիսուսը made all these miracles. այս բոլոր հրաշքներն արեց։ He says, according to God's definite plan, Աստծո ծրագրի համաձայն you crucified. դուք խաչեցիք եւ սպանեցիք։ They knew exactly who he was talking about. Նրանք շատ լավ գիտեին, թե նա ում էր ասում այս խոսքերը։ I believe Ես հավատում եմ, that today we need to lower our ministry names, այսօր կարծում եմ, որ մենք պետք է our ծառայության church names. անունները մի փոքր պիտի իջեցնենք And we just sang it Եվ this morning. Եկեղեցու անունները մի քիչ պիտի Lift up the name of իջեցնենք եւ Հիսուսի անունը բարձրացնենք։ Jesus said, Հիսուսն when ասաց. I am lifted up, Եվ ես մեծարվեմ, I will draw all men unto me. ես բոլոր ժողովուրդներին դեպի ինձ կբերեմ, բոլոր ազգերին։ Needs to focus. Ուստի եկեղեցին պետք է կենտրոնանա Հիսուսին ներկայացնելու ուղղությամբ։ Մարդիկ Հիսուս Քրիստոսի կարիքն ունեն։ Pastor Levon made reference Հովիվ Լևոնը այսօր հողում կատարեց to a criminal that I arrested in Miami. մի հանցագործի, որին ես ձերբակալեցի Մայամի նահանգում։ Nobody taught me to preach Ոչ ոք ինձ չի սովորեցրել քարոզել։ in my younger years. Երբ որ Մայամիում էի այդ տարիները, երբ The Holy գործակալ էի, Spirit trained me. Սուրբ Հոգին ինձ սովորեցրեց։ I was a military officer, Ես զինվորական սպա էի, then I became an FBI agent. ապա դարձա գաղտնի ծառայությունների I had no գործակալ։ idea Ես գաղափար անգամ չունեի, how to share the gospel. ինչպես ավետարանը կիսվե I ուրիշների հետ։ started studying a little bit, Սկսեցի մի փոքր ուսումնասիրել and I had a little notebook եւ փոքրիկ գրառում տետր ունեի, with short messages որտեղ կային փոքրիկ ուղերձներ about Jesus. Հիսուս Քրիստոսի մասին։ So I would talk the 4 spiritual laws, Այնտեղ 4 հոգևոր սկզբունքներ John կային։ 3:26, and Հովանու John 3:16. 3:16-ն էի սովորեցնում, կարդում։ Short messages Փոքրիկ ուղերձներ that էի, I could share որ մարդկանց հետ կիսվում էի։ with criminals Հանցագործների հետ, որոնց ես ձերբակալում էի։ Եվ ես շատ քիչ ժամանակ ունեի իրենց հետ խոսելու։ I tell them, you're going to be in jail for many years Ես իրենց ասում էի, դու երկար տարիներ բանտում ես լինելու։ because the FBI arrested you. Քանի որ եթե գաղտնի ծառայությունն է քեզ ձերբակալում, այդպես է But լինում։ if you believe in Jesus Բայց եթե Christ, հավատաս Հիսուս Քրիստոսին, your soul can be free քո today. հոգին այսօր կարող է ազատ լինել։ The Holy Spirit will take you Սուրբ Հոգին քեզ կվերցնի out of the prison of sin բանտից, մեղքի ստրկությունից ազատ and կարձակես։ transfer you Եվ քեզ կտեղափոխի to the kingdom of light, լույսի թագավորություն։ freedom in Jesus Christ. Հիսուս Քրիստոսի մեջ ազատություն։ I arrested in 1 year, in 6 months, 139. 6 ամսվա ընթացքում 139 հոգու եմ All ձերբակալել։ of them heard the same message. Եվ բոլորը լսեցին այս խոսքը։ 80 of them accepted Նրանցից Christ. 80-ը ընդունեցին Հիսուս Քրիստոսին։ Some believe, Որոշները հավատում են, some don't believe. որոշները չեն հավատում։ That's not our problem. Դա խնդիր չէ։ We just present Մենք միայն ներկայացնում ենք Հիսուս Քրիստոսին։ the power of the Holy Spirit. Սուրբ Հոգու ուժը Only the Holy Spirit միայն Սուրբ Հոգին է, որ կարող է համոզել can convict the heart. եւ համոզել, որ սա է ճշմարտությունը եւ փոխել սիրտը։ Դա մեր գործը չէ։ Մեր գործը Հիսուսին ներկայացնելն է։ So we present the person of the cross, Մենք ներկայացնում ենք խաչվածի անձը։ what he purchased for us. Թե նա ինչ է գնել մեզ համար խաչի վրա։ You know that Jesus didn't just surrender his life. Գիտեք, այնպես չի, որ Հիսուսը իր կյանքը ուղղակի տվեց խաչի He վրա։ also surrendered titles. Նա նաև իր տիտղոսները He տվեց։ surrendered his glory. Իր փառքը զոհեց։ One of his titles Իր տիտղոսներից մեկն էր, was the only begotten Son of the Father. նրա անուններից մեկն էր Աստծո միածին He որդին։ surrendered that Նա հանձնեց այդ տիտղոսը։ to become the firstborn. Եվ միածինից հետո նրա անունը փոխեց դարձավ առաջնեկ։ Among many brothers and sisters. Շատ եղբայրների եւ քույրերի մեջ դարձավ առաջնեկը։ The early church exposed the power of the cross Առաջին եկեղեցին ցույց էր տալիս խաչի ուժը։ to change lives. Թե ինչպես է այդ ուժը փոխում կյանքեր։ We know this Մենք գիտենք սա։ because we know how God has changed us. Քանի որ գիտենք թե Աստված ինչպես է մեզ փոխել։ See, the gospel is transformational. Ավետարանը փոխում է։ Փոխող է։ That meets Jesus is Ով որ transformed. հանդիպում է Հիսուս Քրիստոսին, նա փոխվում է։ But if you give people religion, Բայց եթե մարդկանց կրոն տաս, they'll never be changed. կրոնը երբեք չի They will only փոխում։ change opinion. Միայն իրենց կարծիքը կփոխեն։
So we need to give people Jesus. Ոստի մենք մարդկանց պետք է Հիսուսի անձի վրա կենտրոնանանք, քանի որ մի օր Every eye will see. ամեն աչք տեսնելու է, Every knee will ամեն bow. ծունկ ծնկելու է, And every tongue եւ will confess. ամեն լեզու դավանելու է, որ Հիսուս Քրիստոսը Տերն է։ Amen. See, we can say amen. Now finish with this. Եվ այսպեսով կավարտեմ, The fourth point. չորրորդ կետը, And did you get it? I don't know if it translates correctly. The first one was power, առաջինը ուժներ, prayer, երկրորդը աղոթքը, person. երրորդը անձը, 3 P's. երեքը անգլերենում փրկարով են սկսում։ The fourth one Չորրորդ բառը, որը եւս is another P. P-տարով է սկսվում անգլերենում, Price price, that the գինը, early church այն գինը, was willing to որ pay առաջին դարի եկեղեցին պատրաստ էր to վճարել, turn the world որ upside աշխարհը տակնու վրա աներ։ down. I'm sure they preach sound biblical doctrine in this church. Վստահ եմ, որ այս եկեղեցում Սուրբ Գրքի վրա հիմնված վարդապետություն են հարուցում։ I know I can ask this question Ոստի կարող եմ այս հարցը ձեզ տալ։ and I will get the right answer. Եվ վստահ եմ ճիշտ պատասխանը կտաք դուք։ Well, how much does it cost you to serve Jesus, to follow Jesus? Ինչ գին եք դուք վճարում Հիսուս Քրիստոսին ծառայելու եւ հետևելու համար։ Pastor, if I get you into trouble, then you fix it. Եթե ուսամ խնդիրներ չեք ունենալու, հետո կշտկենք եթե խնդիրներ ունեցած։ Pastor Levon, Հովիվ Լևոն, I'm getting you into trouble. հիմա ձեզ համար խնդիրներ եմ ստեղծելու։ I'm asking them, how much does it cost us to follow Jesus? How much? Ինչքան է արժենում ձեզ համար Քրիստոսին հետևելը։ Anybody know? Գիտեք պատասխանը։ It costs us everything. Գինը որ պետք է վճարել դա մեր ամեն ինչն է։ We give up our lives Ամեն ինչը մեր կյանքն ենք so we տալիս, can receive the life of Jesus. որ ստանանք Քրիստոսի կյանք։ Because He's the giver of life. Քանի որ նա է կյանքը He տվողը։ says, I have come to give you life Նա է ասում, ես եկել եմ որ ձեզ կյանք and տամ։ life abundant. Եվ լիուլի կյանք տամ։ This earth Այս երկրի վրա and in eternity. եւ հավիտենականության մեջ։ So right now we're Ոստի living հիմա մենք ապրում ենք the life of Jesus. Հիսուսի abundantly. կյանքը լիուլի առատ կյանք, որը նա է մեզ տալիս։ But it's going to cost us. Բայց դա գին ունի, It's going to cost us our life. դրա գինը մեր կյանքն է։ Հիսուսն ասաց. Whoever wants to follow me, Ով ուզում է հետևել ինձ, let him or her deny. թող ինքը իր անձը ուրանա։ Pick up your cross Վերցրու քո խաչը and follow me. եւ հետևիր ինձ։ It speaks about death. Խոսում եմ մահի մասին։ Denying your worldly ambitions. Քո աշխարհի ցանկությունները ուրանալ։ Denying doing things the way of the world. Անել ձեր գործերը աշխարհի ձևով։ So I accept the lordship of Jesus Christ Որ Հիսուսի Տեր լինելը ընդունում եմ։ and decide to live according to His word. Եվ որոշել իր խոսքի համաձայն ապրել, իր սկզբունքների համաձայն ապրել։ What does the cross of Christ speak to us about? Քրիստոսի խաչը մեզ ինչ է պատմում։ It speaks about death. Խոսում է մահի մասին։ So when He says, take up your cross, Ոստի նա երբ ասում է քո խաչը you վերցրու, don't have to carry it very far. կարիք չունեք երկար կրելու ձեր խաչը։ Put it in your bedroom, Դրեք ձեր նջարանում ձեր get խաչը։ up on it, Առավոտյան բարձրացեք խաչի վրա, ամեն առավոտ and die to self. ու մահացեք այդ խաչի վրա, ձեր անձի համար, ձեր անձը ուրացեք։ Lord, I don't want to live my life today. Ասեք այսօր ես իմ կյանքը չեմ ուզում ապրել, I Տեր։ want you Ուզում եմ դու ապրես իմ մեջ քո կյանքը, իմ միջոցով դու ապրես։ That's not religion. Սա կրոն չէ։ That is having a real relationship Դա իրական հարաբերություն ունենալն է with the God of heaven. երկնքի Աստծո հետ։ The question that I asked, Հարցը, որ ես հարցնում եմ, I think the question of the Holy Spirit is, այն հարցը, որ Սուրբ Հոգին է հիմա are we հարցնում willing քեզ։ to pay the price? Արդյոք մենք պատրաստ ենք վճարելու այդ գինը։ Աստված ուզում է օգտագործել մեզ։ Արդյոք մենք պատրաստ ենք վճարելու այդ գինը։ In prayer, Աղոթքով, in studying the Word, Աստծո խոսքը ուսումնասիրելով, in doing the works of God, անելու Աստծո գործը, doing good for our անելու բարիք մեր ժողովրդի համար, մեր համայնքի համար։ I assure you Ես վստահեցնում եմ that ձեզ, if we do these four եթե things, անենք այս 4 բաները, we will turn Yerevan մենք upside Երևանը down. տակնու վրա We will կանենք, turn Armenia upside Հայաստանը down. տակնու We վրա will help կանենք, our brothers in կօգնենք Turkey Թուրքիայի մեր And եղբայրներին they will turn եւ Turkey նրանք upside down. Թուրքիան տակնու վրա կանենք։ because the early church was no better than we are. Բա առաջին դարի եկեղեցին մեզանից լավը չէր։ The same God
Նույն Աստվածն է, The same Holy Spirit. նույն Սուրբ Ոգին է։ We even have more now. Մենք հիմա ավելին ունենք, քան իրենք ունենք։ Մենք ունենք Աստծո ամբողջ հայտնությունը, Աստվածաշունչը։ And we Yeah. have over 2,000 years of history. Եվ 2000 տարվա պատմություն ունենք։ Look at the history of Armenia. Հայաստանի պատմությունը More than նայեք։ 1,700 years. Ավելի քան 1700 տարվա քրիստոնեական պատմություն ունենք, որից կարող ենք դասեր քաղել ամբողջ աշխարհում ենք։ Three things we can do. 3 բաներ կա, որ կարող ենք անել։ Սկսելու ապրել այս կերպ։ Believe God has a plan for you. Հավատա, որ Աստված քեզ համար ծրագիր You ունի։ have to believe Պետք է հավատաս, that God has a plan for որ Աստված ծրագիր ունի քեզ you. It համար։ wasn't a coincidence Պատահականություն that չէր, you were born in որ Armenia, դու ծնվել ես Հայաստանում, Եգիպտոսում, Turkey, Թուրքիայում, in wherever, որտեղ որ ծնվել ես։ us in Puerto Rico. Ես էլ Պորտո Ռիկոյում God has a plan for Աստված ծրագիր ունի քեզ համար։ you. We also need to develop total dependence on God. Նաև մենք պետք է սովորենք ամբողջությամբ կախված լինել Don't depend on your Աստծուց։ money, your resources, Հույսդ մի դիր քո գումարի վրա, քո ռեսուրսների վրա, քո ինտելեկտի վրա, depend on God. կախված եղիր Աստծուց։ My wife and I had to learn this. Ես եւ իմ կինը պետք է սովորեինք այս դասը, իբրև միսիոներներ։ Before we depended on God and the bank. Նախկինում մենք երկու բանի վրա էինք մեր հույսը դնում. God and Աստծո եւ բանկի, Աստծո and եւ hospital. բիզնեսի, Աստծո եւ հիվանդանոցների։ We came to the mission Երբ field, եկանք ծառայության դաշտ, we had nothing. այլև մենք ունեինք We had to ոչինչ։ depend on God. Մենք ստիպված պետք է միայն մեր հույսը Աստծո վրա դնեինք։ And for 19 years now, Եվ արդեն 19 տարի է God has sustained us. Աստված մեզ պահել է։ See, I'm like your pastor, Ես ձեր հովիվի պես եմ, very healthy. շատ առողջ եմ, I eat well. ես լավ սիրում եմ ուտել։ We have all of our needs met. Մեր բոլոր կարիքները հոգացված են։ It hasn't been without sacrifice. Պետք է ասեմ, որ դա զոհաբերության գին է ունեցել, չարչարանքի տարապանքի գին է But we have ունեցել, learned the greatest lesson, բայց մենք սովորել ենք ամենամեծ դասը։ total dependence on God. Ամբողջությամբ կախված լինել Աստծուց։ I'll finish with a concept that I want to leave you with, Coram Deo. Ուզում եմ ձեզ Կորամ Դեո գաղափարով թողնել այսօր։ Coram Deo Կորամ Դեոն means living in the presence. Coram means being in the presence. Կորամ բառը նշանակում է Someone. ինչ որ մեկի ներկայության մեջ լինել։ Deo means God. Դեո նշանակում է Աստված։ This is a Latin phrase Սա լատիներեն ֆրազա է, developed in the 14th century. որը 14-րդ դարում է And մշակվել։ it meant living in the presence of God. Եվ դա նշանակում էր ապրել Աստծո ներկայության մեջ։ Being in the presence of God. Լինել Աստծո ներկայության մեջ։ In the 17th century, 17-րդ դարում they expanded the definition. այս սահմանումը ընդլայնեցին։ And now, Coram Deo means Հիմա Կորամ Դեո նշանակում living է in the presence of God, ապրել Աստծո ներկայության մեջ, under the authority of God, Աստծո իշխանության ներքո, authority and power, իշխանության եւ ուժի ներքո, and for the glory of God. եւ Աստծո փառքի համար։ Church, Evangelical Church of Yerevan, Երևանի Պետրոպոլի եկեղեցի decide to live Coram Deo. որոշի ապրել Կորամ The Դեո։ presence of God, Աստծո ներկայության մեջ, under the authority and power Աստծո of God, իշխանության եւ ուժի տակ and for the glory եւ of God. Աստծո փառքի And I will համար։ assure you, Եվ ես ձեզ վստահեցնում եմ, I will come and help you. կգամ կօգնեմ ձեզ։ You don't need my help. Դուք իմ օգնության կարիք չունեք։ You have everything you need. Ամեն ինչ ունեք, ինչ ձեզ պետք է։ But we want to be part of what God is doing Բայց here. մենք ուզում ենք Հայաստանում Աստծո գործերի մի մասը լինել։ Եվ միասին մենք կտեսնենք, God working in our թե community. Աստված ինչպես է մեր համայնքում This գործում։ church will be full. Այս եկեղեցի լեփլեցուն է լինելու։ Who's going to get the people who are going to sit in those chairs? Ովքեր են վերելու այն մարդկանց, ովքեր դեր կային դեր նստելու։ It's your friends. Ձեր ընկերների տեղն է դա։ Ձեր ընտանիքի անդամների տեղն է։ People you don't even know Մարդիկ, today. որոնց անգամ այսօր միգուցե չեք ճանաչում։ God will bring them. Աստված է իրենց բերելու ձեզ մոտ։ Let's pray. Աղոթենք։ Dear Heavenly Father, Սիրելի երկնավոր Հայր, I thank you շնորհակալ եմ for my brothers and sisters իմ եղբայրների եւ քույրերի համար։ here in Yerevan, Այստեղ Երևանում, Turkey, Թուրքիայում and other places around the world. եւ աշխարհի շուրջ տարբեր երկրներում։ Thank you for the family that you've made us. Շնորհակալ եմ այս ընտանիքի համար, որ դու դարձրել ես մեզ։ Through the work of Jesus at the cross. Խաչի վրա Հիսուս Քրիստոսի գործով Your grace. քո շնորհքը հասել է մեզ։ And now through faith Եվ հիմա in հավատքով Jesus, Հիսուս Քրիստոսի we've հանդեպ been made members of your heavenly family. մենք քո երկնային ընտանիքի մի մասն That is a great ենք։ privilege we Դա have. մեծ մենաշնորհ է, որ մենք ունենք։
but it's also a great Բայց responsibility. նաև մեծ պատասխանատվություն է։ Help us, Lord. Օգնիր մեզ Տեր։ Meet our responsibility. Մեր պատասխանատվությունը օգնիր We կատարելու։ want to be used by Մենք you. ուզում ենք դու որ օգտագործես մեզ։ We want to reach our neighbors. Ուզում ենք մեր հարևաններին We want հասնել։ to reach our friends. Ուզում ենք մեր ընկերներին հասնել։ We want to reach our families. Ուզում ենք մեր ընտանիքի անդամներին հասնել։ We don't know how to do it all. Մենք չգիտենք դա ինչպես անել։ Teach us Սովորեցրու through մեզ։ your Holy Spirit. Քո Սուրբ Հոգու միջոցով։ Let us grow Թող որ մենք in աճենք knowledge of you, քո գիտելիքով, in our relationship with you, մեր հարաբերությամբ քեզ հետ, so we can change our environments, որ մենք կարողանանք փոխել մեր our շրջակայքը, workplaces, մեր աշխատավայրերը, our families, մեր ընտանիքները, our marriages. մեր ամուսնությունները։ Lord, let us turn. Տեր, օգնիր որ Help դառնանք, us turn. օգնիր որ դառնանք, Yerevan. Երևանը Amen. դարձնենք And Հայաստանը, wherever you take եւ us, որտեղ որ դու մեզ առաջնորդես, upside down, դարձնենք այդ երկիրը վայրը տակնու վրա, like the early church did. այնպես ինչպես առաջին դարի եկեղեցին անում Հիսուսի անունով։ Amen. Ամեն։ Thank you very much. God bless you. Շնորհակալ եմ Աստծո։ Տեսնում եք Աստված մի կործազարն է մարդու։ Ովքեր օգնվեցան այսօր, օգնվեցան, those who are blessed today. Those who are blessed, we are blessed. All of us, what God has given a message, what God has given us. Ինչպես որ ենք Աստծո հարցնին, քեզ հարցնին, քեզ հարցնին, դերոջ արչեկանք, դերոջ հարցնին, Let's go.
Մենք անոքեր, թոտը սրայմը, թոտը սրայմը, կարշը, թոտը ամբողջությամբ է, Սուրբ Հոգին այսօր վավատկամ ամբողջությամբ